Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ես Փիսոն եմ։ Այսօր շարունակելու ենք խոսել մի թեմայի մասին, որը հաճախ անտեսվում է, բայց իրականում ուղիղ ազդեցություն ունի մեր ամենօրյա կյանքի վրա։ Թվային էթիկա։ Թվային էթիկան այն նորմերի եւ վարքագծային սկզբունքների ամբողջությունն է, որոնք կարգավորում են մարդու վարքը թվային միջավայրում, սոցիալական ցանցերում, մեսենջերներում, ֆորումներում եւ ընդհանրապես առցանց հաղորդակցության ընթացքում։ Պարզ ասած, ինչպես լինել պատասխանատու եւ գիտակից մարդ այն միջավայրում, որտեղ ֆիզիկապես միմյանց չենք տեսնում։ Շատերը սխալմամբ կարծում են, թե օնլայն միջավայրը թեթև տարածք է, որտեղ ամեն ինչ թույլատրելի է, բայց իրականում թվային տարածքը հասարակության շարունակությունն է։ Այստեղ էլ կան մարդիկ, զգացմունքներ, սահմաններ եւ պատասխանատվություն։ Օրինակ, անձնական տարածքի հարցը։ Եթե իրական կյանքում մենք չենք մտնում ուրիշի անձնական կյանք առանց թույլտվության, նույն սկզբունքը գործում է նաեւ օնլայն։ Մարդու հաղորդագրությունները, լուսանկարները, անձնական պատմությունները հանրային սեփականություն չեն դառնում, միայն այն պատճառով, որ գտնվում են էկրանի մյուս կողմում։ Սքրինշոտ անելն ու տարածելը առանց համաձայնության էթիկական խնդիր է, նույնիսկ եթե տեխնիկապես դա հեշտ է։ Հաջորդ կարևոր կետը՝ խոսքի պատասխանատվությունը։ Թվային միջավայրում խոսքը հաճախ կորցնում է իր կշիռը, քանի որ մենք չենք տեսնում դիմացինի արձագանքը, սակայն դա չի նշանակում, որ խոսքը ազդեցություն չունի։ Մեկնաբանությունը, գրառումը կամ նույնիսկ կարճ արձագանքը կարող են աջակցել, վիրավորել կամ լրացնել։ Ազատ խոսքը կարևոր արժեք է, բայց այն չի բացառում հարգանքը։ Թվային էթիկան նաև ինքնակառավարման մասին է։ Ամեն թեմա մեր արձագանքի կարիքը չունի։ Ամեն վեճի մեջ մտնելը պարտադիր չէ։ Երբեմն ամենագիտակից քայլը լռելն է կամ զրույցից դուրս գալը։ Եվ վերջում մի պարզ, բայց արդյունավետ սկզբունք։ Մինչ որևէ բան հրապարակելը կամ ուղարկելը, արժի ինքներս մեզ հարցնել. եթե սա ուղղված լիներ ինձ, ինչպես կզգայի։ Սա թվային էթիկայի ամենակարճ, բայց ամենաաշխատող ձևակերպումներից մեկն է։ Թվային միջավայրը մենք ենք ձևավորում։ Այն կարող է լինել կամ աղմկոտ ու թունավոր, կամ անվտանգ ու զարգացնող։ Ընտրությունն ամեն անգամ մերն է։ Ձեզ հետ Փիսոն էր։ Կհանդիպենք հաջորդ անգամ։